Ընտրեմ պարոն Հովակիմյան, մոտ 35 րոպե ժամանակ ունեք դուք պարոն Հովակիմյան։ Ես այդպես էլ կանխածում էի, դրա համար սկսեցի այդ նախապատրաստելուց արդեն փորձում էի կրճատել, որ այն մասերը, որ հնարավոր է, որ Տիկին Հովհաննիսյանի հետ ինչ-որ կերպ կրկնվում է, ես զերծ ունեմ անդրադառնալ։ Ես ուղղակի նույն համավեր քվեաթերթիկների հետ կապված մի դիտարկում պիտի ուղղակի ներկայացնեմ, թիվը մեծ է, այսպես ասվում է, հարգելիներս 2023 թվականին Երևանի ավականու ընտրությունների ժամանակ համավեր քվեաթերթիկների տոկոսը, տոկոսային արտադրության մասնակիցներից եղել է 1.06%։ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ 1.15%։ Եվ կարող եմ ասել, որ ուսումնասիրությունը այն ժամանակ նաև մենք ուզում ենք հասկանալ, թե ինչու այդքան բարձր անվավերները Երևանի ավականու ընտրությունների ժամանակ մենք արձանագրեցինք փաստ, որ ընտրողների մի զգալի մաս այդպես իր քաղաքական կամքները արտահայտել։ Այսինքն անվավեր քվեաթերթիկներով նույնպես ընտրողները իրենց քաղաքական կամքներին արտահայտել։ Սա բերել ներկայացնել որպես, չգիտեմ, ընտրական վարչահայության խախտում կամ այսպես կներեք ընտրողն է որոշում ինչպես վարվել իր քվեաթերթիկի հետ։ Ընտրության մասնակցած ընտրողների ստորագրությունների թվերի տարբերության հետ կապված։ Դիմումատուի կողմից ներկայացվել է 340 ընտրական տեղամասի վերաբերյալ տվյալներ բարձրադատարան, ընդհանուր տարբերությունը 27814։ Եվ այսպես ես 340 տեղամասերից 86-ը այն տեղամասերն են, որտեղ քվեարկել են զինվորները։ Այսինքն ես ինչպես հասկացա, բարձրադատարանը նախատեսում է այս գաղտնի տվյալների հատուկ ուսումնասիրման այդ ընթացքը եւ այդտեղ արդեն դա կարող եմ ասել ուղղակի, որ այդ տարբերությունը հենց ճշգրիտ համընկնումների շատ տեղեր կա, որ մեկ թվի ճշգրիտ, այսինքն նույնական է տարբերությունը։ Դիմողի ներկայացրած, տեսեք, 105 դեպքերում այն կից ֆայլը, որ մենք ուսումնասիրել ենք, ըստ էության տարբերության այդ ստորագրությունների թվի սյունակը դատարկ էր, բայց այնտեղ կողքը կար նշում ինչ որ ավել, այսինքն նշում ավել։ Եվ այսպես ասեմ, որ երբ որ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ օրինակ 30 տեղամասի դեպքում ուղղակի սխալ է հաշվարկված։ Ուղղակի կա ստորագրությունները, կա դիմողի հաշվարկը, ոնց է հաշվարկի կատարվել, ենթադրում եմ, որ երևի արհեստական ինտելեկտով է հաշվարկը կատարվել, չգիտեմ, վերսիայի տարբերությունն է եղել, անվճար վերսիա եղել, վերջը, թե ոնց է դա տեղի ունեցել, ես չգիտեմ, բայց փաստ է, որ կա տվյալները եւ հաշվարկը սխալ է կատարել եւ ներկայացնում որպես այ տեսեք տարբերություն։ Այս 30, ես ինչ եմ այս 30-ի վրա հատուկ ուշադրություն հրավիրում, որտեղ այս 30 սխալ հաշվարկած տարբերությունը ընդհանուր մոտ 8000 տարբերություն է։ Երբ որ այս 8000-ը հանենք, զինվորները հանենք եւ այլ, կտեսնենք, որ չկա այդ տարբերությունը, այդ 27814-ը չկա։ Բայց ես պիտի շնորհակալություն հայտնեմ դիմողներին, որովհետեւ այս դիտարկումը եղավ առիթ, որ արդեն 3 օր է ստորագրված այդ ստորագրությունները, ընտրականության ստորագրությունները ստուգվում են մեկ առ մեկ։ Այսինքն այն տարբերակը, որ ընտրատարածքները, ես դա ուղղակի բարձր դատարան տեղեկացնեմ, որ դա այդ 120,000 էջը 24 ժամում սկանավորվել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների օպերատորների կողմից։
աշխատողների կողմից։ Եվ այն, որ կարող էր, ասենք, զուտ տեխնիկական ինչ-որ թերություններ լինել, դա ոչ ոք չի կարող բացառել։ Ու մոտավորապես 10 նման դեպք արդեն այդ մեկ առ մեկ ստուգման ընթացքում արդեն հայտնաբերվել են։ Եվ մեր եզրափակիչ ելույթում մինչև այդ բարձր դատարան ձեզ կներկայացվի այս ճշգրիտ այդ տարբերությունը, եթե ես թող չսխալվեմ, բայց մոտավորապես 100-ի կարգի կարող է լինել։ Եվ սա այն դեպքն է, ինչպես երբ որ տեղամասերում նույն, եթե օրինակ տեսագրությունները նայենք քվեարկության, այդ գործընթացի կտեսնենք, երբ որ օրինակ ընտրողները շատ են, այսինքն կա ընտրողների այսպես կուտակում, այսպես ասենք, այսինքն տեղամասում ընտրողները շատ են, հանձնաժողովը աշխատում է լարվածության պայմաններում, լինում է դեպքեր, երբ որ տեսնում ես, որ ընտրողը տեխնիկական սարքի մոտ գրանցվում է, եւ քանի որ այնտեղ ցուցակի մոտ ցուցակը սպասարկող հանձնաժողովականը զբաղված է, ինքը ուղղակի շրջանցում մոտենում է միանգամից քվեաթերթիկը եւ քվեաթերթիկները եւ ծրարը տրամադրողին։ Այսինքն հատուկ են դեպքեր 2000 տեղամասերում, որ կարող են նման դեպքեր լինել, կան եւ դրա համար կա ընտրական օրենսգիրքը, որ այդ ամենը հաշվարկվի։ Եվ դրա համար ընդհանրապես անճշտությունների ինստիտուտը դա խախտումների, թերությունների ազդեցության գնահատումն է։ Ու դա այդպես է 27 տարի առնվազն, որ 99 թվականի ընտրական օրենսգիրքով կա, Տիկին Հովհաննիսյանը շեշտեց, որ դրանից առաջ էլ է եղել, եւ դա ճիշտ է, որովհետեւ եթե չլինի խախտումների գնահատման ինստիտուտ, որպիսին անճշտություններն է, ըստ էության մենք թափես չենք կարողանա հաշվարկել։ Հա, մի բան էլ նկատեմ, որ իմչած այդ թվային տարբերությունը որ կար, այնտեղ 10-51 տեղամասներ էր ներառած, որը կրկին նույնպես զինվորների քվեարկությամբ էր պայմանավորված։ Եվ մի դիտարկում էլ այս թվային պատմության հետ կապված, ըստ էության կա նաև մի խնդիր, որ դիմողը օգտվել է նախնական քվեարկության արդյունքների աղյուսակավորման տվյալներից, որը որ հրապարակվել է հունիսի 8-ին։ Հունիսի 14-ին հրապարակվել է քվեարկության վերջնական արդյունքների աղյուսակավորումը եւ համեմատությունը ցույց տվեց, որ ուղղակի դիմողների մոտ այդ տարբերություններից մի մասն էլ պայմանավորված է այդ հանգամանքով, այսինքն իրենք օգտվել են նախնական արդյունքներից, որոնք բնական է, որ նախնական արդյունքները միշտ նախնական են, ենք ճշգրտված չեն։ Այս ընտրություններում 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում քվեարկության նախնական արդյունքները ըստ էության այսպես հանրային մեծ ուշադրության կենտրոնում հայտնվեցին, որովհետև ստեղծվեց մի իրավիճակ, երբ որ բոլորին պարզ է, որ մեկ ձայնը որոշիչ է։ Այո, դա մեր քաղաքացիների կամքն է եւ ըստ էության մենք ունենք իրավիճակ, երբ որ ընդամենը 4 տեղամասում սխալ մուտքագրում է եղել, եւ սա անդադ թմկահարվում է, ես ասեմ, որ բոլոր նախորդ ընտրությունների համեմատ սխալ մուտքագրումների ընդհանրապես այս տեխնիկական սխալների ցուցանիշը էապես անգամներով նվազել է, բայց այս անգամ ունենք հանրային մեծ ուշադրություն, որովհետև ինքը արդեն քվեն է առավել քան կարևորվել։ Մի քանի նաև թվային այլ տվյալներ, օրինակ
Միասնության թևեր կուսակցության դիմումում էր 34-63 ընտրատեղամասում, որ 4 խնդիր կա։ 9 ձայն է եղել, իրենց ձայները կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակված տվյալներում 9 ձայն է, կամ 6-ի 9 տեղամասում։ Միասնության թևերի ձայները եղել են 23 ձայն, վերահաշվարկից հետո դարձել են 24։ Դիմումում իհարկե այս թիվը նշված է, եթե չեմ սխալվում, 34, բայց իրականությունը 23-ը վերահաշվարկից հետո դառել է 24։ Սա է։ Կամ մեկ այլ տեղամասում 22-10-ում ամեն ինչ ճշգրիտ արձանագրված է։ 2005 ընտրական տեղամասերից Պարսդատարան 637-ում կամ 32%-ում իրականացվել է վերահաշվարկ։ Մեծ մասը իրականացվել է ուղղակի կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն այսպես հանձնարարականով, որ ցանկացած շահագրգիռ կողմից, անձի կողմից որևէ թեկուզ sense մազաչափ կասկածի դեպքում լավ իրենք չեն կարողացել, չեն հասցրել, իրավաչափ դիմում չեն ներկայացրել, բայց մեր հանձնարարականը եղել է անդրադարձային ընտրական հանձնաժողովներին ոչ մի կասկած չթողել չփարատված։ Բոլոր ով որ ինչ-որ կասկած ունի, բոլոր կասկածները պիտի փարատվեն։ Երևանի 478 տեղամասից 319-ում վերահաշվարկ է իրականացրել։ Ուսա չի իրականացել, որ այ խախտումներ ա եղել, չգիտեմ, չէ։ Ուղղակի մենք նաև գիտակցելով, որ ունենք իրավիճակ, երբ որ ամեն քվեի հետ կապված կա շահարկում։ Եվ դրա համար մեր համար շատ կարևոր է եղել, որ որտեղից կհնչի այդ կասկածը պիտի փարատվի, չպիտի որևէ կասկած մնա չփարատված։ Եվ ունեք այստեղ ասվեց, որ չգիտեմ, ներկայացվեց այսպես գունագեղ ընտրությունների այսպես խայտառակ վիճակի վրա, դեք 1757 տեղամասից ուղիղ եթերով ապահովել է քվեարկության ընթացքի արդյունքների ամփոփման հեռարձակում։ Եթե քաղաքացիները այ ընդամենը հետևել են, կուսակցությունները այսօր էլ հնարավորություն ունեն այդ տեսագրությունները ներբեռնելու։ Ուր են այդ խայտառակ ընտրությունների տեսագրությունները։ Չէ, հասկանում եք, թերություններ, այո, թերություններ եղել են։ Եվ մեր խնդիրն է, որ բոլոր ընտրություններից հետո բոլոր թերությունները վեր հանենք եւ շտկենք։ Եվ պես ուղղակի հայտարարել, որ եղել են ու վերջ, չէ։ Հարգելի դիմողները, եթե բերեին ապացույցներ, բերեին, ասենք այդ տեսագրությունները, չգիտեմ, քվեարկության ընթացքում եթե եղել է մեկ դեպք, որ օրինակ որևէ քվեախույց օրինակ երկրորդ մարդը չէ մտել, միանգամից ամբողջ համացանցը դուք կտեսնեք այդ նույն կադրը։ Այսինքն իմ ասածը ինչի մաս է, որ այն մազաչափ թերություններ, որ եղել է, տեղում են ինչ որ խնդիր եղել է, դա անմիջապես բարձրաձայնվել է ու մենք բոլոր նման դեպքերի հետևից գնացել ենք։